Սիրելիներ ողջույն, բարև ինձ շատ սիրելի հետևորդ, ինչպես եք թանկագիներս։ Այսօր իմ խոհանոցում համեղ ուտեստներ ենք պատրաստում։ Երկու ուտեստներ դեռ պատրաստվում են։ Ձեզ կներկայացնեմ բաղադրատոմսերը, մսով, աղացած մսով, տաղարի մսով, շատ համեղ ուտեստներ։ Եվ ինչն է պակասում դեսերտը, որովհետև երբ որ երկու հատ համեղ ուտեստ ես պատրաստում, դեսերտը անպակաս է, չէ՞։ Շատ համեղ թխվածքաբլիթներ ենք պատրաստելու, շոկոլադե, համեղ, կանչող, շատ համեղ թխվածքաբլիթներ։ Սիրելիներ, ինչ է անհրաժեշտ լինելու։ Թխվածքաբլիթները պատրաստելու համար 80 գրամ կարագ կամ յուղ, ես օգտագործում եմ յուղ, ռեդի յուղ եմ օգտագործում սիրելիներ, եվրոպական յուղ է, հրաշք յուղ, որովհետև իմ ուտեստները ստացվում են շատ համեղ այս յուղով, եւ քաղցրեղենները եւ սովորական ճաշերը պատրաստելուց շատ հանգիստ օգտագործեք, ձեր բերեք սուպեր մարքետներից, Հայաստանում է վաճառվում, եվրոպական է, պոլիստերին չունի, հիդրոգենացված նյութեր չունի, դա նշանակում է, որ հավելումներ չունի, սիրելիներ։ Ուրեմն 80 գրամ յուղ կամ կարագ, հենց միանգամից կավելացնեմ 1 ամբողջական ձու, այսպես մի լավ կխառնենք, որպեսզի լավ խառնվի, եւ ունենք 150 գրամ մածուն։ Կարող եք թթվասերել օգտագործել, խնդիր չեմ տեսնում, շատ համեղ է ստացվում նաև թթվասերով։ Ավելացնում եմ մածունը, դե ես որ ասում եմ մածուն, Իտալիայում մածուն բառը գոյություն չունի, հունական յոգուրտ եմ օգտագործում մածունի փոխարեն կամ սովորական նատուրալ յոգուրտ, այստեղ մածուն գոյություն չունի։ Ես երբ որ ժամանակ եմ ունենում, ինքս եմ մերում, պատրաստում, տեսանյութներ ունեմ մածուն մերելու, կարող եք գրել մածուն իրայի բաղադրատոմսով կբերի հաստատ։ Այ տեսեք, այսպես մի լավ խառնում ենք, կավելացնենք շաքարավազ։ Սիրելիներ, ես շատ շաքարավազ չեմ ավելացնում, որովհետև աշխատում եմ մի շաքարավազի չափը քչացնել։ 3 ճաշի գթալ շաքարավազը ինձ այստեղ բավարար է։ Եթե դուք շատ քաղցրակեր եք, որի խորհուրդ չեմ տա այդքան շատ ավելացնել, կարող եք ավել պատրաստել։ Ես 3 ճաշի գթալով կբավարարեմ։ Այսպես 100 գրամ շոկոլադե հատիկներ, եթե շոկոլադե հատիկներ չունեք, կարող եք դառը շոկոլադը մանրացնել եւ ավելացնել։ 1 թեյի գթալ սոդա կամ 2 թեյի գթալ խրեցուցիչ, այս անգամ ես սոդա եմ ավելացնելու, որովհետև այս բաղադրատոմսը համեղ է ստացվում նաև սոդայով։ Էլի մի լավ այսպես կխառնենք եւ ավելացնելու ենք 300 գրամ ալյուր, 50 գրամ կակաո։ Իմ մոտ կակաոն դառը կակաո է ու շատ համեղ կակաո է։ Սիրելիներ, ջեռոցը նախապես միացրեք, որպեսզի լավ տաք լինի, մոռացել էի նախապես ասեի, ես էլ չէի միացրել, նոր միացրեցի ու հիշեցի, որ չեմ միացրել, նախապես միացրեք, որպեսզի լավ տաքանա, հարություն աստիճանում ենք թխելու, մինչև պատրաստ լինելը, մոտավորապես 30 րոպե, 35 րոպե թխվելու է, բայց դա կախված է ջեռոցի տեսակից, պետք է զգույշ լինենք եւ ավելացնում ենք ալյուրը։ Իդեպ ալյուրի եւ կակաոյի չափը սկզբից կակաոն ավելացրեք, որ դուք համոզված լինեք ձեր ուզած չափը ավելացրել եք։ Իսկ ալյուրի չափը, քանի որ կակաոյի տարբեր տեսակներ կան, կարող է ձեր խմորը շուտ թանձրանա, ալյուրի չափը մոտավորապես է գնելու։ Ես 300 գրամ եմ ասում, որովհետեւ բաղադրատոմսով այդքան է։ Ես հենց ունեմ այդքան ալյուր։ Դրա համար քիչ-քիչ եմ ավելացնում, կարևորը որ ստացվի իմ ուզած պինդ խմորը, շատ պինդ չի, հիմա ցույց եմ տալու ինչպեսին պետք է լինի։ Նախապես շատ արագ մի ավելացրեք, քիչ-քիչ ավելացրեք, թող ալյուրը լավ խառնվի, հետո նորից ավելացրեք։ Իդեպ խորհուրդ եմ տալիս, միանգամից 2 չափաբաժնով պատրաստեք, ես 1 չափաբաժնով եմ պատրաստում, բայց քանի որ ես շատ շուտ եմ խմորեղեն պատրաստում, մեր տանը միշտ լինում է այնքան համեղ է, որ խորհուրդ եմ տալիս 2 չափաբաժին պատրաստեք։ Ձեռնոցներ հագա, որովհետև խմորը կակաոյով է, ձեռքերս հետո լավ կսևանան։ Հիմա արդեն ձեռքով եմ, կներեք, ձեռքով եմ խառնելու,
որպեսզի թանձրությունը, պնդությունը խմորի, լավ հասկանամ։ Շատ ալյուր խորհուրդ չեմ տալիս, սիրելիներ, որովհետև երբ որ շատ ալյուր ենք անում, թխվածքաբլիթները չոր, կոպիտ, ծանր թխվածքաբլիթներ են ստացվում, այնպես որ խորհուրդ եմ տալիս, քիչ ալյուր ավելացնեք, ավելի լավ է այսպես ձեռնոցների միջոցով, տեսեք, հիմա ցույց կտամ ինչպես, որ կարող եք շատ հանգիստ գդալով էլ վերցնել խմորը։ Ես հիմա այսպես փոքրիկ գնդիկներ կանեմ ու զգուշությամբ կտեղադրեմ, քանի որ ինքը մի քիչ տարածվելու է, մի քիչ հեռու ենք տնում խմորը, գնդիկները։ Այդ տեսնում եք, ձեռնոցներ հագեք ու գնդիկներ արեք։ Շատ ալյուր չենք ավելացնում, արդեն ասել եմ, հիմա գնդիկներ անեմ ու շարունակենք, մինչև ջեռոցներ կտաքանեմ։ Չէր տեղավորվում, մի քիչ այսպես մոտիկացրեցի, ես մի շարքում 4-4 դրեցի, վաղտս բերի, վերջ, սիրելիներս, ուղարկում ենք ջեռոց, մոտավորապես 30 րոպեում թխվելու է, ջեռոցը լավ տաք վիճակում, 180 աստիճանում վերև ներքև միացված։ Եթե օդափոխիչը միացված է լինելու, ավելի շուտ է թխվելու, հիշեք, որովհետև օդափոխիչով ջեռոցները շատ ավելի արագ է ընթացք տալիս, կարող եք նույնիսկ 170 աստիճանում թխել։ Մեր համեղ թխվածքաբլիթները պատրաստ են շոկոլադե բուրմունքով, սիրելիներ, հրաշք է, շատ տաք է, թխվեցին ընդամենը 28 րոպեում։ Ես ժամը միշտ դնում եմ, որպեսզի իմանամ մոտավորապես ժամը, որպեսզի ձեզ էլ ասեմ։ Այս ինչ լավ է բուրում, շատ տաք է, բայց միևնույն է համտեսելու ենք։ Այս ոնց է բուրում, շոկոլադ է բուրում, սիրելիներ, ռուսները որ ասում են պախմիչ շոկոլադը, հիմա սա է, ընտիր, շատ համեղ, շոկոլադի սիրահարներին խնդրում եմ չմոտենալ, հաջողություն բոլորին։